Դե այս պահին պաշտոնապես հենց այդպիսի ձևակերպումով չի։ Համենայն դեպս 1 օր առաջ մենք գիտենք, որ հայտնի դեպք տեղի ունեցավ 30 դեսպանների հետ կանչ, ընդ որում իրենց պաշտոնավորման ժամկետը լրանում էր հունվարի վերջ։ Այդ թվում նաև Հայաստանի դեսպանը եւ Բայց նրան մնացել է 2-3 ամիս։ Համենայն դեպս այսպիսի դեպք նախադեպ էր սա որպես այդպիսին։ Այդտեղ էինք նախ փորձում հասկանալ ինչու մեր խնդիրը, եթե կար խնդիր առհասարակ, ոնց են ներկայացնում պաշտոնապես։ Համենայն դեպս այսօր, եթե չեմ սխալվում, առավոտյան Հայաստանի Հանրապետության լիազոր դեսպանը Միացյալ Նահանգների Թրամփի մոտ էր եւ ես կարծում եմ, որ հենց ձեր ասած հարցերի շուրջ քննարկման էր հրավիրված, որբիսի հետագայում, հետագայացելով ենթադրում եմ, որ հունվար ամսին այո, տեղի ունենալու արողակարգային հանդիպումներ բավականին բարձր մակարդակով ձեր նաև մատնանշած թրիպի հետ կապված, որովհետեւ կարծում եմ, որ հունվարից սկսած արդեն շինարարական աշխատանքների մասով, որ պետք է արդեն հիմնարկեկի process-ը գեներացնեն, կարծում եմ այդ նախապես աշխատանքներն են տարվում։ Այսինքն լավ ազդակ է, այնինչ այսօր տարածում։ Լավ, վատ ազդակ դա հարցի մյուս կողմն է։ Հարցի էությունը այն է, որ process-ը գնում է, հիմա մեկին հաջու է այդ process-ը, մեկին տհաճ է, բայց փաստը այն է, որ օրակարգ գեներացում է հայ-ամերիկյան օրակարգ։ Ես ինչու